Լոռու մարզի Վարդաբլուր համայնքի բնակիչ ֆերմեր Գյուլզադյանը արդեն 3 տարի ղեկավարում է սերմնաբույծ ընկերությունը։ Այս տարի ֆերմերը օգտվել է պետության տրամադրած հացահատիկի սերմնացուից 1 կիլոգրամի դիմաց 2-ը վերադարձնելու պայմանով։ Հիմա բերքահավաքի ամենաթեժ շրջանն է, ստացած բերքից գյուղացին գոհ է։ Լոռի այցելած գյուղատնտեսության նախարարը սերմնաբույծ ՍՊԸ-ում է։ Մենք էլիտային սերմացուի սերմերից ենք օգտվել, մենք սուբսիդավորված պարարտանուցից ենք օգտվել, դիզ վառելիքից ենք օգտվել, այսինքն պետության աջակցության այդ ծրագրերից մեր տնտեսությունը նույնպես օգտվել է։ Նախարարին ծանոթացնում են էլիտար ցորենի սերմնացուի զտման եւ պարկավորման աշխատանքներին։ Կարտոֆիլի հողատարածքում էլ Սերգո Կարապետյանը զրուցում է գյուղացիների հետ։ Վարձու աշխատող եք, թե կոլեկտիվի անդամ եք դուք։ Կոլեկտիվի անդամներ են բոլորը։ Բոլորը կոլեկտիվի անդամ։ Մի երկու հոգի օգնողներ ունեն պարզապես։ Հիմնականում մեր աշխատողներն են բոլորը։ Հանրապետության բոլոր մարզերում այս տարի բերքն առատ էր, Լոռին բացառություն չէ։ Հատկապես ցորենի բերքի ցուցանիշներն են շատ բարձր։ Առատ բերքը մարզում իրացման խնդիր չի առաջացնի, ասում է նախարարը։ Բերքի իրացում ավելի հեշտ են կատարում, տեսակ կարտոֆիլի բերքահավաքը սկսվել էր արդեն եւ բարձր բերք են ստանում, 35-ից 40 տոննա 1 հեկտարից բերք է ստացվում։ Եվ այս փորձը մենք պետք է տարածենք մեր մյուս համայնքների եւ ընդհանրապես հանրապետության գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին, որպեսզի ձևավորվեն այսպիսի միություններ։ Մարզային այցի ընթացքում նախարարը եղավ նաև Տաշիր համայնքում, ծանոթացավ գյուղատնտեսական նոր տեխնիկային, հացահատիկի նորակառույց պահեստներին։ Այս ընկերությունն էլ է օգտվել գյուղնախարարության որոշ ծրագրերից։ Նախարարի վերջին կանգառը մարզպետարանում է, քննարկման թեման գյուղատնտեսության խնդիրներն ու բերքահավաքի շրջանը։ Սպարտակ Գրիշյան, ժամը լրատվական։